Հրապարակ թերթը գրում է իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Տեղեկություններ կան, որ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, ոմանց կարծիքով մինչև վերջնաժամկետ չի կարողանա պաշտոնավարել, եւ դրանով են պայմանավորված այդ բաղձալի ու դեռ չազատված պաշտոնը զբաղեցնելուն ուղղված հավակնությունները։ Նրա տեղին ըստ լուրերի հավակնում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածու իրավապաշտպան Արամ Վարդևանյանը թիմակիցներին արդեն հայտնել է, որ падգամավորական մանդատ ստանալու դեպքում այն իրեն հետաքրքիր չէ։ Այսինքն, եթե ընդդիմադիր նոր ուժերը որոշեն վերցնել մանդատներն ու մտնել ազգային ժողով, ապա Վարդևանյանը պատրաստվում է հրաժարվել իր մանդատից։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն իր արևմտյան հովանավորների միջոցով փորձում է Ալիևին համոզել, որ հրաժարվի սահմանադրությունը փոխելու պահանջից։ Դրա դիմաց խոստանալով Ալիևին այլ դրան համարժեք քայլերի գնալ, դիցուկ արմատախիլ անել ռևանշի գաղափարը երկրից։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնությունից զրկված Փաշինյանը փորձում է համոզել, որ այլընտրանքային ճանապարհով սահմանադրական հանրաքվեի հասնելը հեշտ գործընթաց չի լինելու։ Օրինակ, կարող է փորձել երկարատև կալանքներ սահմանել, ասենք Արցախյան պատերազմների հերոսների, Արցախի հարցը քաղաքական կապիտալի վերածած գործիչների նկատմամբ եւ ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանի մյուս արցախցիների եւ հերոսների նկատմամբ հետապնդումներն էլ այդ համատեքստում պետք է դիտարկել։ Գրում է թերթը։ Իրավունք թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ տնտեսությանը հասցվելու է սարսափելի հարված Ռուսաստանի պատժամիջոցների հետևանքով, ներքին կարգով դիմել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, առաջարկելով հանրաքվե անցկացնել Եվրամիության թե ԵԱՏՄ-ի հարցով։ Մինչև տարվա վերջ զուգահեռաբար հանրաքվեում դնելով նաև սահմանադրական փոփոխությունների հարցը։ Փաշինյանը սակայն կանխատեսում է, որ կպարտվի երկու հարցում էլ։ Դրանից հետո, ըստ լուրերի, վարչապետի պաշտոնը կփոխանցի ԵԱՏՄ-ում Հայաստանը ներկայացնելու փորձ ունեցող Մհեր Գրիգորյանին։ Դրա դիմաց Նիկոլ Փաշինյանը խնդրում է դադարեցնել Հայաստանի ապրանքների հանդեպ պատժամիջոցները, իսկ իրեն նախատեսում է Հայաստանում ոչինչ չորոշող Վահագն Խաչատրյանի պաշտոնը։ Դատելով նրանից, որ պատժամիջոցները ոչ միայն չեն հանվել, այլ մի բան էլ սրվել են, իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից այդպես էլ Փաշինյանը շնորհավորանք չի ստացել, Փաշինյանի առաջարկը Ռուսաստանի Դաշնությունում հավանության չի արժանացել։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող Multi Wellness ընկերությանը ծանուցում է ուղարկվել ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։ Ընկերությանը նախազգուշացրել են, որ 1 ամսվա ընթացքում պետք է հողամասը եւ շինությունը վերադարձնի Երևան համայնքին։ Գրում է թերթը։